Ռուսաստանյան մարզադաշտերում, որտեղ տեղի կունենան 2017 թվականի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը և 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, շինարարները շահագործվում են, խախտվում են նրանց աշխատանքային իրավունքները, պնդում է Human Rights Watch-ը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան այդ մարզադաշտերում աշխատանքային պայմանների հարցով արդյունավետ ստուգումների հետ կապված խնդիրներ ունի։ FIFA-ն խոստացել էր իր միջազգային գործունեության օրակարգի ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքները, արդյունքը մինչդեռ մխիթարող չէ, ասում է Human Rights Watch-ի փոխտնօրեն Ջեյն Բյուքենենը։ Շինարարներին շահագործում են, խախտվում են նրանց իրավունքները, սակայն առ այսօր FIFA-ն չի ապացուցել, որ ի վիճակի է արդյունավետ ստուգումներ իրականացնել, նախազգուշացնել, շտկել նման իրավիճակները, հայտարարել է Բյուքենենը։ Ֆուտբոլային գլխավոր մրցաշարը աշխարհի առաջնությունն անցկացվելու է հաջորդ տարի ռուսաստանյան 15 քաղաքների 12 մարզադաշտերում 32 թիմերի մասնակցությամբ, իսկ աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ էլ այս տարվա հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը Ռուսաստանում կանցկացվի կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարը 8 ազգային հավաքականների մասնակցությամբ, որը տեղի կունենա 4 քաղաքներում։ Human Rights Watch-ը այսօր հրապարակված 34 էջանոց զեկույցը պատմում է ռուսաստանյան 6 մարզադաշտերում հայտնաբերված խախտումների մասին, մասնավորապես աշխատավարձի չվճարում կամ վճարման ձգձգում, աշխատանք մինչև -25 աստիճանի սառնամանիքի պայմաններում և առանց պայմանագրի։ Շինարարների և ատաղձագործների համաշխարհային արհեստակցական միությունն արձանագրել է 2018-ի աշխարհի առաջնության մարզադաշտերի շինհրապարակներում բանվորների մահվան 17 դեպք։ Զեկույցը վկայաբերում է վստահության արժանի մի շարք արևմտյան լրատվամիջոցների հետաքննությունը, ըստ որի Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի շինարարությունն իրականացրել են հյուսիսկորեացի բանվորները, ովքեր աշխատում էին նախատեսված ժամանակից ավելի, ունեին հատուկենտ հանգստյան օրեր ու նրանց ստիպում էին վաստակած գումարը փոխանցել ամենաբռնակալ պետություններից մեկին՝ Հյուսիսային Կորեայի կառավարությանը։ FIFA-ն պնդում է, որ նման բանվորներ այլևս չկան ոչ Սանկտ Պետերբուրգում, ոչ էլ 2018-ի աշխարհի առաջնության այլ մարզադաշտերում, սակայն ոչ մի բառ այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել պաշտպանելու այդ մարդկանց կամ օգնելու նրանց, նկատում է իրավապաշտպան կազմակերպությունը։ Ավելի վաղ բրիտանական The Guardian-ը գրել էր, որ FIFA-ն տեղյակ է հյուսիսկորեացի բանվորներին շահագործելու մասին։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստովանել է, որ ստացել է այդ տեղեկությունները և խստորեն դատապարտում է հյուսիսկորեացիներին այդ սոսկալի պայմաններում շահագործելու հանգամանքը։ Իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաջողվել է զրուցել ինչպես տեղացի բանվորների, այնպես էլ օտարերկրացի Կենտրոնական Ասիայից, Բելարուսից և Ուկրաինայից աշխատանքային միգրանտների հետ։ Նրանք միաբերան ասում էին, որ վախենում են բարձրաձայնել խախտումների մասին գործատուի հետագա հաշվեհարդարից խուսափելու համար։ Երկրպագուները, մարզիկները, մարզիչները և այլոք իրավասու են իմանալ, թե ովքեր են կառուցում այդ մարզադաշտերը և ինչ պայմաններում։ Զեկույցն այսպես է ամփոփում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։